Բարև ձեզ, սիրելի աշտարակցիներ ջան։ Ժողովուրդ ջան, 5 տարի առաջ, նաև այս հրապարակից, ձեզ տվել են խոստումներ, ձեզ տվել են լավ ապագայի խոստումներ, բայց ձեզ խաբել են, ձեզ խաբել են թե տնտեսական, թե անվտանգային բնույթի խոստումներով, 5 տարի առաջ կար շատերիս մոտ տագնապ, վստահ եմ, նաև օրվա իշխանությանը քվեարկած մեր հայրենակիցների մոտ ևս կար այդ տագնապը, բայց իրենց խոստացել էին, որ այդ խնդիրները լուծվելու են, փոխարենը այսօր մենք ունենք հայաթափված Արցախ, այսօր հիմա մենք ևս ունենք տագնապ, մենք ունենք անհանգստություն, որովհետև տեսնում ենք այդ սպառնալիքները, դրա համար ուզում ենք ուղիղ մի նոր ուղերձ փոխանցենք, որ մենք բոլորս պետք է հունիսի 7-ին գնանք ընտրությունների, որ դրանք ծունները կան, այո, ժողովուրդ ջան, 5 տարի առաջ ասում էին, որ կյանքը լինելու է բարեկեցիկ, խաբեցին, ասում էին, որ աղքատությունը 2 անգամ պետք է կրճատեն, խաբեցին, ասում էին, որ ծայրահեղ աղքատություն Հայաստանում պետք է չլինի, այսօր 30,000-ից ավելի մեր հայրենակից թեր սնված է, մենք ասում ենք, որ մեր ցանկացած խոստում ունի իր երաշխավորը, որ փոփոխությունները կան, այո, ժողովուրդ ջան, 5 տարի առաջ ասում էին, որ կյանքը լինելու է բարեկեցիկ, խաբեցին, ասում էին, որ աղքատությունը 2 անգամ պետք է կրճատեն, խաբեցին, ասում էին, որ ծայրահեղ աղքատություն Հայաստանում պետք է չլինի, այսօր 30,000-ից ավելի մեր հայրենակից թեր սնված է, մենք ասում ենք, որ մեր ցանկացած խոստում ունի իր երաշխավորը, դա Սամվել Կարապետյանն է, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, ժողովուրդ ջան, մենք ասում ենք, որ 300,000 նոր աշխատատեղ ստեղծվելու է Հայաստանում, մենք ասում ենք, որ փոքր ու միջին բիզնեսին 0 հարկային ռեժիմ ենք առաջարկելու, մենք նաև խոստացել ենք, որ Հայաստանում պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, ի վերջո գյուղատնտեսությամբ զբաղվողներին պետք է կոնկրետ մի չինովնիկ լինի, ով դրա համար պատասխանատու լինի, իդեպ, սահմանադրությունը գիտեք ինչ հետարքիր բան է ասում է, որ պետական պաշտոնատար անձը սահմանափակված է մարդկանցով, սահմանափակված է մարդու իրավունքներով, դա նշանակում է, որ պետք չի է, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ պետք չի է սրտիկներ անել, պետք է լինի անսակարկելի արժեք, դրա համար ասում ենք նաև, որ համաներում պետք է լինի, մենք պետք է իրականում Կարապետյանի հետ, դրա համար ժողովուրդ ջան, հունիսի 7-ին, քվեաթերթիկ համար 3, հանուն փոփոխության, բարեկեցության, համար 3, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, Աստված պահապան։